ձեզ դուք դիտում եք Arm Comedy բարոյախրատական հաղորդումը։ Այսօր ստուդիայում ձեզ համար կբարոյախրատեն Նարեկ Մարգարյանը եւ Սերգեյ Սարգսյանը։ Դի թողնիր քո անունը ես ասեմ։ Մանրուքներից մի կախվի Սերգեյ։ Ես Նարեկն եմ։ Արա հա, Սերգեյն բոյովներ, չէ՞։ Հա, լավ, մի խոսքով այսօրվանի մեջ դիտեք։ Ինչ ես մանրուքներից կախվում։ Դες ինձ թվում է դու ինչ որ խնդիր ունես։ Չէ, լավ, հեսա կանցնի, օրիկան։ Միլիարդավոր ներդրումներ Հայաստանում։ Դե եթե Սփյուռքը լսի նախարարին իհարկե։ Ազգային ժողովում քննարկում են հաշտարարների ինստիտուտը, մեկը լինի իրենց հաշտեցնի։ Թարմ հույզեր ՀՀԿ պատգամավորի բիզնես սկանդալից։ Վարչապետն ու հայրենական խմիչքները մեկ ցուցահանդեսում։ Սփյուռքը, հայկական Սփյուռքը շարունակում է մեզ թվալ որպես համով, են համով ու հարուստ չալաղաջի կտոր։ Բայց պետք է հիշել, որ Սփյուռքը մեկ օրվա բան չի։ Սփյուռքը համես հետ է ու ունի օգնելու մեծ պոտենցիալ։ Ամենակարևորը, որ դրա մասին գիտի Սփյուռքի շեֆը։ Ես ընդհանրապես խորհուրդ կտամ մեր բոլոր հայերին, ամեն մեկը իր կոնկրետ գործ անի հայրենիքին օգնելու համար։ Մենք այսօր խնդիր ունենք Հայաստանը հզորացնելու, եւ 10 միլիոն հայերս ամեն մեկս մեր գործը հայրենիքի համար պետք է անենք։ Այո, օգնենք մեկս մյուսին, ու որ ասում եմ մեկս մյուսին, նկատում եմ Սփյուռքը մեզ էլի։ Խնդրում եմ ձևակերպեք խնդիրը, ինչ է պետք անել Հայաստան ավելի գրավիչ դարձնելու համար։ Ինչու են հեռանում մեր հայրենակիցները, եթե բարձր աշխատավարձ ունենան, չեն հեռանա։ Ուրեմն բարի եղեք, օգնենք, որպեսզի այստեղ մեր տնտեսությունը զարգանա եւ մարդիկ չգնան։ Այո, իսկ կոնկրետ ո՞նց է պետք քերել Սփյուռքից։ Հա, մի թեթև ակնարկ է, էլի պետք է անքը թիծակ Սփյուռքի համար։ Ես առաջարկել եմ բանաձև, թող պարոնները, բոլոր պարոնները, 1 միլիոն մարդ Հայաստանում $1000 հաշվի համար բացի բանկում, մեզ փող չտա, բանկում փող դնի։ Մեզ մի տվեք, մեզ պետք չէ այդ փողը, ուղղակի մեր հետ կապ չունեցող բանկերում դրեք ստեղ։ Բացի HSBC-ից։ Հա, այդ մեկի մեջ մի դրեք, միայն տեղական, հայկական, հայեցի բանկերում։ Լավ, իսկ ասենք ո՞նց է այդ գործընթացը լինելու։ Հա, մի քիչ մանրամասնեք էլի Նարեկի համար մեխանիզմը։ Չէ, բոլորը, ես նկատում եմ բոլորը հնարավորություն ունի $1000 դնի իր հաշվի վրա, չտա Հայաստանին։ Բանկերում փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա, իրենք էլ տոկոս կստանան։ Հասկացար։ Ես հասկացա, պետքա փողը տանեն դնեն բանկ։ Այո, պետք չի տալ փողը իշխանությանը, պետք է ուղղակի տալ բանկերին, որոնք կապ չունեն իշխանության հետ ու ցանկալի է մի 10-15 տարով մոռանալ դրա մասին։ Եվ այսպիսով մեկնարկեց նախարարության նոր ծրագիրը՝ Արի տուր։ Տեսեք ինչպես է արձագանքում Սփյուռքը Արի տուր ծրագրին։ Սփյուռք դու մեզ հետ ես այսօր։ Բարև, լսում եմ ձեզ։ Մի րոպե, դու Սփյուռքը չես, դու աղջիկ ես։ Հա, ինչ։ Սփյուռքը մենակ տղամարդ է։ Սփյուռքում աղջիկ չկա։ Հասկացա։ Սիրելի Սփյուռք, ինչպես ես վերաբերվում Արի տուր նոր ծրագրին։ Դե ինչ որ մեր տնօրենը ասում է, նենց էլ անում ենք։ Ձեր տնօրենը ով է։ Տիկին Հակոբյանը։ Իդեպ միայն բանկային ներդրումները չեն առաջարկում ձեզ անել։ 3-4 տարին մեկ անգամ կան Հայաստանում հանգստանան։ Իրենք հանգստանալով այստեղ գումարներ կծախսեն, երկիրը կզարգանա։ Դե բայց ճիշտ է ասում, ոչ մի բան սխալ չի ասում, ուղղակի ոնց որ տենց նստվածք է մնացել բոլորի մոտ, տեսակ թերահավատության նստվածք։ Սփյուռք, օրինակ դու որտեղ ես հանգստանալու ամառը, ինչի՞ չես գալիս Հայաստան։ Գալիս եմ, արդեն մեկ շաբաթ աստեղ եմ։ Հա էլի արի, մյուս բարեկամներիդ էլ բեր, ասենք օգոստոսին ուր պետք է գնաս։ Ճիշտն ասած, ուզում եմ Paris airtime մեկ շաբաթով։ Ահա, այդ մի շաբաթ Փարիզում հանգստանալու փոխարեն կարաս 2 օր Ծաղկաձորում հանգստանաս կամ 3 օր Դիլիջանում։ Նենց որ արի ստեղ ու տեղում միանգամից մարդը $1000 ավանդիր։ Մեկ էլ Սփյուռք ջան, եթե մարդա 500 դրամ ուղարկեք, ես վերջապես նորմալ մեքենա կառնեմ։ Մարդը 100 դրամ եթե ուղարկեք, ես ռեմոնտս կվերջացնեմ։ Okay, եթե պետք է, կուղարկեմ։ Ու պետք չէ մեզ լավություն անել, դու տոկոս ես ստանալու ամեն ինչից։ Տոկոս ստանալու էր, չէ։ Հա։ Իրենք էլ տոկոս կստանան։ Ահա։ Միակ խնդրը, որ առաջ եկավ, շատ անսպասելի Շվեյցարիան էր։ Հա, մեր հատուկ թղթակիցը այժմ Շվեյցարիայում է։ Մհեր ինչ է եղել, ինչ խնդիր ունի Շվեյցարիան մեր հետ։ Շվեյցարիան բողոքի ուղերձ է հղել Հրանուշ Հակոբյանի կոչի հետ կապված։ Շվեյցարացիները ասում են, որ մարդկանցից չպահանջեն հենց հայկական բանկերում գումար դնել։ Ասում են, ով որ բանկում ուզում է, թող դնի։
Բայց իրանք ինչի են քիթը մտցնում մեր գործերի մեջ։ Որովհետև այդ միտքը շվեյցարիայինն էր ի սկզբանե։ Բոլորը իրանց փողերը պետքա դնեին շվեյցարական բանկերում։ Իսկ սենց Տիկին Հակոբյանը կարող է նրանց շվեյցարացիներին սննկացնի։ Լավ, մհեր, իսկ ինչ ենք կարծում Երևան ժամանած սփյուռքահայերը արի տուր ծրագրի մասին։ Ես ինչ իմանամ, ես Շվեյցարիայում եմ։ Լավ, իսկ հիմա դե մի հատ տես ինչ կարելի է անել Երևանում։ Որտե համոզել սփյուռքահայերին, որ բանկում փող դնեն։ Դե ինչ ասեմ, հեսա գնամ տենամ։ Դիտեք ռեպորտաժս մի քանի վայրկյանից։ $1000 ունեք։ Ինչի համար կարծում։ Հրանուշ Հակոբյանն է կոչ արել սփյուռքահայերին $1000 դնել հայկական բանկերում։ Հիմա Դուք չեմ։ պատրաստ եք դա անել։ Հիմա պատրաստ է, բայց հիմա այս րոպեին չեմ կարող, որովհետև շատ քիչ եմ բերել։ Դա կոչվում է արի տուր ծրագիր։ Իսկ դուք ինչ եք պատրաստ հանուն հայրենիքի։ Եթե գարանտիա ավակա գա ինչ որ մեկը ներդրում ուզենա, Գարանտիան Սփյուռքի նախարարի կողմից $1000 ձեր։ Դա ես չեմ ասում, դա ասում է Սփյուռքի նախարարը։ Այո, Եվ եւ ո՞։ $1000 չկա։ չի գա։ Իսկ դուք պատրաստ եք $1000 դնել հայկական բանկում։ Ոչ, որտեղ մի անգամ ես ուզած եմ դնել եւ մեզ մե $200 ուզած եմ, որպես հաշիվ բանան։ Դուք լոսից եք, հայ եք, Այո, $1000 ունեք։ ոչ, չէ, $1000 չկա, բայց դա կարելի է ձեռք բերել, բայց ինչ հավանականություն կա, որ իրանք հետ կտան։ Готовы $1000 положить в банк? Я в гости к вам приехал, я нет. Но если я был армянином, без проблем положил бы. Բայց դուք սփյուռքա եք։ Չէ, ինքս սփյուռքահայերին ասում։ Հա, չէ, կապ Բայց էլի կարակ դնեք, ոչ մեկ չի ջոկի։ չէ, իմաստ չունի։ Գոնե մի 500 էլի լինի, էլի լավ է սկզբի համար։ Այս ռոպեից չեմ կարող, հետո տեսնենք։ Դե եկեք սենց անենք, դուք 800 դրեք, այդ 200-ն էլ կմուծեք հաշվի համար, էլի $1000 կկանգնի։ Չէ։ Գտնենք, ինչու՞ չէ։ Դե գնացինք։ Ուր էր տանք։ Բանկ։ Ահա։ Հիմա Հիմա ամուսինից պետք է ասեմ։ вы похожи на армянина, в банке не догадаются, что вы не армянин, так что вы тоже можете. Երկու կանտիներ ապրանք եմ բերել Հայաստանում եւ մեծ վնաս եմ տեսել։ Մենք այստեղ եկել ենք ամերիկյան վիզայի համար 4 օրով։ Այնքան փող ենք բերել մենակ մեր հոթելի եւ ծախսելն, ավելի նոր չունենք որ դնենք։ Ինչքան կա ձեզ մոտ, գնայինք բանկ դնենք։ Չէ։ Այդս չգա։ Չկա։ $1000, լավ 800։ Եվ շատ կներեք կողս փողը չէ, ամուսինից կողմն է եղավ։ Լավ, եկեք 500-ի վրա բարի չենք, 500։ Կարող այս րոպեին ոչինչ չեք կարող։ 300։ Ոչինչ։ Քանի որ Երևանի սփյուռքահայ անցորդները ոչ այնքան շատ էնտուզիազմով են լցված Սփյուռքի նախարարի կոչի նկատմամբ, մենք ստիպված ենք մեր ծանոթ սփյուռքահային դիմել օպերատոր Շիրազին, բարև Շիրազ։ Բարև։ Շիրազ, ուրեմն նայ, $1000 պետք է դնես հայկական բանկերից մեկում, Հայաստանի բանկերից մեկում։ Ես չեմ ասում, Սփյուռքի նախարարն է ասել։ Եթե ես ասեի, հարց չկա, բայց նախարարն է ասել, պետք է մի բան անես։ Բայց ինձ համար $1000 վճարել շատ դժվար բան է, ես մանանդ որ Սուրիան նոր եկել եմ ինձ համար։ Շիրազ ջան, պետք է վիզ դնես, դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Հեռախոս կա մոտդ։ Կա, բայց Տուր, հեռախոս։ Гони денежку! Родине нужна денежка! Давай телефончик! Так, այս ինչ Նորմալ է։ հեռախոսը մոտավոր 60000 գնա։ 120 $120, չէ, $150 մոտով։ Չէ, մնաց 850, այս ինչա թևիտ։ Ես էլ հանի։ Այս բանկը կվերցնի, չէ։ Давай часы! Родине нужны твои... Так, մնացածը Շիրազ։ Что за хуйня? Կիմայ բախտ ծախի։ Ես մաշուտկով ու կամ գործի ստամ չունեմ։ Երիկամները դա աշխատում, հա։ Այո, շատ լավ են։ Երկու հատ ունես, չէ։ Մի խոսքով Տիկին Հակոբյան, մենք ձեզ հետ ենք, երկու հատ ունի։ Տիկին Հակոբյան, ձեր կոչը համարեք որտեղ է ասել, ամեն ինչ լավ կլինի։ Այս Зачем тебе это обувь-то? մյուսն է, մորուքը։ Այ մազերը կարելի է ծախել։ Դե բայց ճիշտ է, էլի սփյուռքը լավ կաներ, մի քիչ ավելի շատ փող ներդներ Հայաստանում։ Սփյուռք փող ուղարկի։ Հա, ես մեծ հաճույքով ինվեստ կանեմ փող Հայաստանում, բայց ես վախենում եմ իմ ինվեստ արած փողերը կառավարությունը գտնի windsurfing-ի մեջ կամ այսենց ասֆալտ փրի։ Այնտեղ է։ Խնդիրներ կան, նոր ժողովրդավարություն ենք, հիմա ինչ ես ուզում ասես, ուզում ես ասես կոռուպցիան վերացնենք, հետո նոր, հա։ Հա։ Դե նա ասա չես ուզում էլի մեզ օգնես։ Հա, այս փող տվող չի։
Kardashian-a System of a Down-յան դեպքերի ընթացքում մի պահ աչքաթող արեցինք մեր գործընկերներին ազգային ժողովում։ Մինչդեռ падգամավորները այս ընթացքում շարունակում էին մնալ նույնքան անկարգ, բայց միևնույն ժամանակ նույնքան համով։ Դուր նստեք, սպասեք հետագա գործընթացների։ Հարգելի падգամավորներ, կան հարգելի падգամավորներ։ Կան, իհարկե կան։ Ու ընդհանրապես չեն փոխվում։ Կարեն Ավագյանը 10-ից սովորականի պես ամբիոնից թաղծոց ստատուսներ էր ընթերցում։ Այն որ թաղծոց ստատուսը կոնկրետ ինչ-որ մեկին է բշտում, բայց չի ասում ում։ Ես ամեն անգամ զարմանում եմ մի խումբ падգամավորների վրա, երբ որ նախանձը ուղակի խեղդում է իրենց։ Նախանձ ուրիշ ոչինչ։ Ավելացնելու բան չունեմ, որովհետև ելույթը ավելի հետաքրքիր է, քան այդ մարդկանց անդրադարձը կլինի։ Ու այս սովորական ազգային ժողովյան անդորը հանկարծ ընդհատեց հաշտարարների ինստիտուտ ստեղծելու առաջարկությունը։ Հաշտարը ո՞րն է։ Դե որ դատարանի փոխարեն երկնքից իջնում է թևերով sense միակ ու բարիշեցնում է կողմերին։ Այդ հաշտարարը չէ, հրեշտակն է։ Չէ, հաշտարարը ի տարբերություն հրեշտակների ունի բարձրագույն կրթություն։ Անդիմադիրները պահանջում են հստակեցնել բարձրագույն կրթությամբ որ մասնագետին տալ հաշտարարի արտոնագիր։ Գուցե մարդը կոնսերվատորիա է ավարտել կամ նկարիչ է, բայց ձեռքի հետ էլ ուզում են վեճեր հարթել։ Ավելի լավ, եթե կոնս ավարտած է, համ կհաշտեցնի, համ էլ ընթացքում կակավիկը կերքի։ Հա, խնդրեմը ինչու՞նն է։ Մեզ մոտ այս գոհական ռազմորկաները, ինչը գնալով ավելի է խորացել, այդքան դուր է գալիս մեզ, որ հիմա էլ պետական մակարդակով պետք է ռազմորկաների հնարավորություն տանք ոչ պատշաճ կրթություն եւ մասնագիտություն ունեցող եւ ոչ բացր որակ ունեցող մարդկանց քննելու կամ, չգիտեմ, երկու քաղաքացիների միջև առաջացած վեճերը կարգավորելու գործում։ Իրոք կզարմանաք, բայց այդ գողական մշակույթը ահագին տարածված ու ընդունված է մեր հասարակության մեջ։ Մի քանի ամիս առաջ նույնիսկ падգամավորներից մեկը Լևի Լուիս գողացող գործարաններ էր հայտնաբերել, բայց ասեց ես հո գործ տվող չեմ, որ իրանց անունները տամ։ Չէ, կարա հենց ինքը էր։ Վիզիոն ունեմ։ Լավ, բայց այդ ռազմորկա թաղային հեղինակություն իրոք միջև հիմա դրանք կան։ Հավատացեք, այդ թաղային հեղինակությանը արդեն դիմել են, եթե հասել են դատարան։ Իրենց Գերդաստանի ավագը այդ գործով միջամտել է, գյուղի քյոխվեն միջամտել է, չգիտեմ, չեն հաշտվել, հասել են դատարան։ Փաստորեն թաղային հեղինակությունը Հայաստանի եզակի ինստիտուտներից է, որը լիարժեք կայացել է։ Ու ընդունվում է եւ իշխանությունների եւ ընդդիմության կողմից։ Իսկ Հեղինե Բիշարանին հակադարձեց Հովանես Մարգարյանը, օրինաց երկրից։ Բայց իրանք նույն կուսակցությունից չէ։ Հա, ճիշտ է։ Մի հաշտարել այս երկուսի համար էլի պահեք։ Ով ուզում է լինի։ Կարող է երաժիշտ լինի, մի հատ լավ երգ երգի եւ կարողանան ամուսինները, որ ասում են ժողովրդական լեզվով, լեզու գտնեն եւ հաշտություն կնքեն եւ չբաժանվեն։ Ու ինձ թվում է ես գիտեմ նման մարդ, ով որ հաշտարարի մեծ պոտենցիալ ունի։ Կարան հենց երգ գրի, որ բաժանվող զույգը չբաժանվի, հա, չկա տենց մարդ։ Կա տենց մարդ, հենց մեր կառավարությունում ասում եմ կա։ Ինձ խոստացիր գարնան վտա, ինձ խոստացիր որ չեմ մնա ես մենակ, ինձ խոստացիր արևածագ, ինձ խոստացիր գարնան վտա, ինձ խոստացիր որ չեմ մնա մենակ։ Կարեք, արի էլ երբեք շկրվենք։ Արի, քվրայլած դու Ծաշոտյանի։ Հա, օրինակ բան չեմ։ Չէ, համը չէ, համը։ Հա, լավ, ամեն դեպքում։ Okay։ Հովանես Մարգարյանը մի քանի նոր ինստիտուտ էլ առաջարկեց, որ կարելի է մտցնել։ Ես չգիտեմ, շատ իմաստուն մարդիկ կան, ովքեր ինչ դատարան, ինչ բան, երկու խոսք են ասում, ամուսինները դատարում են։ Դատական process-ը արկելում են։ Չնայած այս դեպքում կարծում եմ դատարանը միշտ ժամկետ է տալիս 3 ամիս ժամանակ եւ այլն, որ քննարկել։ Նույնիսկ մի լավ հարևան, սրտացավ հարազատ, իմաստուն մարդ Լավ հարևան, սրտացավ հարազատ, իմաստուն մարդ։ Լիքը նոր աշխատատեղ է բացվում երկրում։ Իսկ կարա լավ հարևանը լինի նաև իմաստուն մարդ։ Չէ, այդ արդեն կողմնակի եկամուտ է ու շահերի բախում։ Հասկացա։ Ինձ խոստացիր գանան վտա։ Այբար անջատեք հայտ երաժշտությունն ատեք։ Շարունակում են ֆինանսական խնդիրները սոցիալապես խոցելի խմբերի մոտ։ Անապահով խաղվի ներկայացուցիչները կրկին բողոքում են իշխանության հարկային կամայականություններից։ Այս անգամ հարկայինի ճիրաններում էր հանրապետական падգամավոր Աշոտ Աղաբաբյանը։ Էլի այդ գումարների հետևանքով մեր վրա տուգանքներ են գրել։ Ով որ ինձ գող է անվանում, ես նրան նկատի ունեմ։
կաշը գնաց։ Ամեն անգամ, երբ իշխանությունում իրար միս են ուտում, երկնքում արտասվում է մի հրեշտակ։ Եվ եկեք մենք շարունակենք այս ոգով, թող չդադարեն հրեշտակների ուրախության արցունքները։ Բայց տպավորություն է ստեղծում, որ ՀԿ-ում կան ճշմարիտ մարդիկ։ Այո, ոնց որ падգամավորը չի բացառում, որ իր կուսակիցների մեջ կան ճշմարտություն խոսացող մարդիկ։ Եթե ճիշտ ես խոսում, ընդդիմություն ես դառնում, դες բան չկա։ Մեր կուսակցությունում շատ մարդիկ կան, որոնք շատ ճշմարիտ են ու ճշմարտության մասին միշտ խոսում են։ Իսկ ընդունում եք կուսակցությունում ձեր խոսքը, ոնց է վերաբերում այս ամենին։ Գիտեք ինչ կա, իմ խոսքը ստեղում են ընդունում, ինձ հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր է, որ ես ճիշտ եմ։ Ես ու էլի մի քանի ճշմարիտ հանրապետականներ ասում են ճիշտը։ Ով ուզում ընդունի, ով ուզում չընդունի։ Լավ, բայց ինչպես են պաշտպանելու իրենց ճիշտը։ Դե դատարան երևի։ Այսքանից հետո հələ հավատում է դատական համակարգին։ Բայց դուք արդարադատության համակարգին հավատում եք երկրում։ Իհարկե։ Դե հիանալի է։ Իսկ հիմա շտապեք զբաղվել են ձեր երկրորդական գործով, օրենքներ գրելով։ Հա, մի թողեք բոլոր օրենքներ գրելը այս օրենսդիրի ուսերին։ Հավաստանամ։ Վայ, այս օրենքները բաղ Բա, օրենքի առաջ բոլորը հավասար վիզ դնող են։ Ամեն դեպքում Աղաբաբյանին ու Հարկայինին չէր խանգարի ինչ-որ մի հաշտարար։ Ինչ-որ մի երաժշտական հաշտարար։ Ավելի չէ։ Դրեք։ Խոստացիր գալան վտա, ինձ խոստացիր, որ չեմ մնա ես մենակ, ինձ խոստացիր արևածա, ինձ խոստացիր գալան վտա։ Այս շաբաթ բացվեց հերթական հայկական արտադրանքի ցուցահանդեսը, բայց ցավոք չկարողացանք մհերին այնտեղ ուղարկել։ Քանի Arm Comedy երրորդ դեմքը բաց էր թողում ցուցահանդեսը, օգնության հասավ երկրի երրորդ դեմքը։ Ինչ արժի։ 500 դրամ։ Չէ, սա հաստատ ամենայժանը որ գնա։ Չկա 180-ն է։ Կա ստեղ ամենայժանը կա։ Ընդհանրապես լավ է որ չծխի ոչ մեկը։ Օրինակ վերցեն վարչապետը չի ծխի, չի ծխել։ Հատ էժաններից դուրել է ամեն։ Մի հատ ամենայժան, բայց բան մի կողքի տվեք։ Այդ շատ լավ է որ ծխող չեք, պարոն Աբրահամյան, մենք 4 ձեռքով ողջունում ենք ձեր դիրքորոշումը։ Ուղղակի չեմ հասկանում ինչու եք ամենայժան ծխախոտը փնտրում։ Ինչքան էժան լինի, այդքան ավելի շատ կծխեն մարդիկ։ Հա, հիմա մի հատ առողջարար, ինչ որ լավ բան վարչապետի համար էլի։ Օրինակ դուք նաև ունեք ավելի հին կոնյակներ, բայց նայրի օրինականը լավ է։ Նայրին լավ է։ Չէ, նայրին իրոք վերջնա։ Հետաքրքիր փաստ, մեր քաղաքապետարանն էլ կորպորատիվների համար հենց ամենաշատը նախընտրում է նայրին։ 29 միլիոն դրամի է նախընտրում։ Հանգիստ վերջ։ Ունակ 10 տեսակի կոնյակ որ լստեղ դնեք, նայրին մի բաժակի մեջ ես ասեմ որ նայրին։ Իսկ քաղաքապետարանի աշխատողները 20 գավաթից կարնասեն, թե որն է նայրին, բա ու հետո էլ գնեն այդ գավաթները։ Եթե իհարկե գավաթները արծաթից են։ Իսկ վարչապետը շարունակում էր իրեն չխնայելով ուսումնասիրել շուկան։ Իսկ պահի տակ դու էլ չուզեցիր վարչապետ աշխատել։ Հաճելի նյարդերը թույլատնող աշխատանքը։ Արեց ձեզ։ Ինչ ենք արտադրում։ Ծիրանից խմիչքներ, վարչապետ։ Այս տարի ծիրանից շատ է։ Հա։ Լավ, հոп, հասկացանք, սաղդ խմիչք եք արտադրում, բայց այս մարդը գործի է, տենց գազ մի տվեք, հետո կոնյակը չարժի խառնել ծիրանի խմիչքի հետ։ Շատ էլ որ չի կարողանում ձեզ մերժի, կուլտուրայի զոհ գնում, համաձայնվում է։ Այս փախլավան որտեղին է։ Քյավառին, հա։ Ո՞ին ուրա քյավառին։ Չէ, աշկի Սիրան էլ է դզում աշխատանքը։ Վարչապետը նաև տեղում մի քանի բիզնես գաղափար տվեց հայ արտադրողներին։ Այս իրանց իմաստը տալիս է հոթելներ, իրանցին տալիս է չէ։ Տալս ենք, ինչքան եք ճամ, նոր եք ստել փոքր քանակով արտադրում։ Իրան ասա գա։ Ո՞ւր ես ման գալի։ Ամենախնդրի կան չէ։ Ունեք այս էլ միշտորտը կան։ Միանշանակ քարտ կտակ։ Դզեց, այս սենց է պետք այցելել ցուցահանդես ու տեղում զարգացնել փոքր ու միջին բիզնեսը քանի տակ է։ Հա, չէ, մհերի նման, մենակ գնա ուտի, խմի ու մեզ ոչ մի բան չբերի։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Իսկ վերջում եկեք դիտենք օրվա վիդեոբոցը։ Դուք ճիշտ եք այնքանով, պարոն Տիկին,
Բիշարյան Նայ 1 միլիոն մարդը $1000, այդ ինչքան ալնում ընդհանուր, հələ բազմապատկի։ Զրոն մտնում, բացի։ Ոնց որ այդ զրոները Բացի տրիլիոնի կարգ։ Տրիլիոներ կլինի։ Տրիլիոներ կլինի, հա։ Jackknife, where's all of my kid, the baby? And he keeps them out of sight.